Ինչպես գիտեք, ես համառոտ ներկայացնեմ խնդիրը։ Ինչպես գիտեք, տեղեկություն ստացվեց, որ Միքայել Սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ տեղեկությունը, երբ որ զանգված են լրատվամիջոցներով գնաց, հաջորդ օրը, երբ Մայր աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, հենց այդ առավոտյան ԱԱԾ ծառայողներ ներկայացել էին Մայր աթոռ եւ ցանկանում են ձերբակալել Միքայել Սրբազանին։ Ես ինքս էլ գնացի Մայր աթոռ եւ մոտեցա այդ ԱԱԾ ներկայացների հետ, ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մեկ օր առաջ մենք արդեն Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն էինք ձևավորում, հասկանալով, որ գործընթացներ են լինելու։ Հասկացա այսպես, իրենք ասում են մենք ունենք քննիչի որոշում, որը տրամադրվեց, ես ընթերցեցի եւ ասեցին մենք պետք է ձերբակալենք։ Առաջարկվեց իրենց, որ քանի որ Միքայել Սրբազանը քահանաների ժողովի համակարգողն է, իսկ մոտ 200 քահանա մասնակցում էր այդ ժողովին։ Առաջարկվեց, որ գոնե քահանաների ներկայությամբ դա չանել, այլ ժողովը երբ որ ավարտվի, Միքայել Սրբազանը դա իր որոշումն էր, ինքը կգնա կամովին կգնա քննչական մարմին։ Քանի որ որևէ մտահոգվելու բան չունի։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները չէին համաձայնվել, ասել են ոչ, հիմա պետք է մենք քննիչի որոշումը կատարենք։